Հարգելի գործընկերներ, ես ներողություն խնդրում եմ շեղվելու եմ թեմայից, բայց ընդամենը րոպեներ առաջ, պարոն Ռուբինյան, մեր գործընկերները օթյակից հրապարակել են վիդեո, որտեղ ես եւ դուք ենք եւ գրածա Վարդանյանը կատարում է Ռուբինյանի հրահանգները եւ նկարահանված է իմ հեռախոսը։ Ես բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում թափանցիկությունը ապահովելու հետ, բայց կներեք նաև սահմանադրությունը երաշխավորում է այդ թվում պատգամավորի նամակագրության գաղտնիությունը։ Ընդ որում կներեք էլի կրակը չենք ընկել մենք, որ պատգամավորներ որ հայտնվել են այդ հատվածում, որտեղ գտնում են լրագրողները։ Խորհրդարանական էթիկայի բոլոր guidelines-ներում, այսպես ասեմ, որ հասկանալի լինի մեր գործընկերների համար, կա առնվազն պահանջ առայն, որ նման տեսակի տեղեկատվություն պետք չի տարածել։ Լավ, այս անգամ իմ Ռուբինյանի դիցուկ ձեր կարծիքով նամակագրություններ։ Մինչ այդ կարող է անձնական բնույթի այլ բան լինել, օրինակ բժշկական գաղտնիքին առնչվող։ Եվ ես պահանջում եմ, պարոն Ռուբինյան, ձեզանից, որպեսզի մենք միջոցներ ձեռնարկենք այս իրավիճակը կարգավորելու համար, որտեղ գիտեք ինչ, լրատվամիջոցը ժողովրդին եւ հանրությանը տեղեկատվության ապահովելու համար է եւ նամակագրության գաղտնիությունը կարևոր նշանակություն ունի։ Հարգելի գործընկերներ, եթե մենք չենք խաղում լրատվական էթիկայի կանոններով, վաղ թե ուշ լրատվամիջոցները սկսում են գունավորվել, իսկ ամենավատ գույնը այդտեղ դեղինն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ես էլ ավելացնեմ, եթե ճիշտ եմ հասկանում, News-am-ն է հրապարակել, հատուկ News-am-ի լրագրողի համար ողջունենք նրան, իրեն տեղեկացնեմ, որ Վլադիմիր Վարդանյանը նախ ազգային ժողովի պատգամավոր է, երկրորդն էլ իմ ընկերն է, եւ ես ոչ միայն իրեն հրահանգ չեմ տվել, ես նման իրավունք էլ չունեմ, ոչ որպես ազգային ժողովի պատգամավոր, ոչ էլ որպես ընկեր։ Ի տարբերություն News-am-ի, որին ենթադրում եմ հրահանգներ տալիս է իր տերն էլ բոլորը գիտեն որն է, ու ընդհանրապես մարդկային պարկեշտությունը ոչ ոք չի չեղարկել։